Նորմալ է, որ ընդդիմությունը նեղսրտել է եւ խուճապի մեջ է ԱՄՆ փոխնախագահի պատմական այցից եւ փորձում է դրա արդյունքները ամեն կերպ նսեմացնել։ Ի վերջո նրանք հենց դրա համար գոյություն ունեն, իրենց մի մասն էլ հենց դրա համար ուղարկվել են Հայաստան, որպեսզի այսպես վարվեն, որտեղ դե էլ ոնց կլինի Հայաստանը իրեն չպահի աշխարհակահաղական ետնախորշի կամ ծայրագավառի պես եւ քննարկումներ ունենա աշխարհի առաջատար երկրների հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում կամ խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Էլ ոնց կլինի։ Էլ ասում են Ամերիկան իրականում տնտեսական հետաքրքրություն չունի ստեղ, էլ ասում են թարգմանի չես, ինչը սենց թարգմանեց, էլ ասում են ինչի Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը դիմավորեցին Վենսին, տեսա այդ խեղճ կատակներից մեկը նույնիսկ գրել էր, այ որ Հայաստանը դրոն է, հետախուզական դրոն է գնել ԱՄՆ-ից, սա իրականում Իրանի դեմ է ուղղված։ Ինչպես ասում են, մեկնաբանություններ չկան, բայց ինչև է, փաստը մնում է փաստ, որ թրիփը իրագործվելու է, ինչով մեր երկիրը ստանալու է ահռելի տնտեսական օգուտներ եւ ամբողջովին ապաշրջափակվելու է։ Հայաստանն ու ԱՄՆ-ն արդեն իսկ համագործակցություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, արհեստական բանականության ոլորտում, կիսահաղորդիչների ոլորտում։ Հայաստանը մուտք գործել այնպիսի հսկա ընկերություններ, ինչպիսիք են Nvidia-ն, Firebird ընկերության ներդրումները Հայաստանում կազմելու են $4 միլիարդ։ Եվ ինչպես ասվեց, արդեն համաձայնություն է ձեռք բերվել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության նախադրյալներ ստեղծելու վերաբերյալ, եւ մենք վերականգնելու ենք այն բոլոր ռազմավարական ենթակառուցվածքները, որոնք այս ընդդիմության իշխանության տարիներին իրենք որպես մետաղի ջարդոն քանդել ու ծախել են։